եւ կալանք տվեց 2 ամիս ժամկետով, այո։ Այսինքն մեր հույսերը հոդս ցնդեցին, չգիտեմ, բառեր չեմ կարողանում գտնեմ ասելու, բայց սա է մեր իրականությունը, ինչի մեջ մենք այսօր ապրում ենք։ 12-րդ դասարանի աշակերտին գտան, որ պիտի անպայման կալանք կիրառեն, հիմա էս ունենք, պիտի գնանք առաջ պայքարենք մինչև վերջ։ Հələ չի տվել 1 ժամվա ընթացքում որոշումը գտա, չունենք հիմնավորումները։ 2 հոդվածներով են ինչ-որ առաջադրվել է մեղադրանք։ Ոչ, Դավիթը մարտական հանգիստ տղամարդավարի պահված դրսևորեց, հուսամ կդրսևորի ամբողջ ընթացքում եւ արդարությունը կհաղթի, այսքան բան։ Եվ քաղաքական գործունեություն կարծում եմ այն միջնորդությունից ինչ որ ներկայացվել էր պաշտպանական խմբի կողմից քարը քարի վրա չի թողնվել ոչ մի բան չի մնացել այդ միջնորդությունից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Լավ ժողովուրդ, էմոցիաները շատ են, այո իհարկե շատ, բայց չենք թողելու այդ երեխուն այնտեղ։ Արդարությունը հետ չի տրվում։ Երբ որ կստանանք նոր ձեր հարցերի պատասխանը կտամ, հիմա չգիտեմ պարոն Մարտիրոսյանը ինչեր է գրել այդ որոշման մեջ։ Երբ որ կարդամ ամեն մեկս մեր գնահատականը գտանք, բայց նորից կրկնում եմ, այն միջնորդությունը, ինչը որ ներկայացվել է դատարան պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է, հատիկ չկա, տող չկա ըստինց։ Դե հիմա նորից չկրկնվենք, տարբեր բաներ են բերում։ Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվեն տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Դե առանձին թեմա է, դրա շուրջ միջնորդություններ համապատասխան կանենք, այո։ 5 տարի, 2-ից 5 տարի է մեր հոդվածը։ Որևէ կերպ հիմնավորվեց այն դատարանի կողմից, որ օրինակ մի դեպքով մարդ է կալանավորվի, սակայն ուղղոց չկա։ Ոչ, այդ հարցերը սաղ բարձրացվել են, բայց որևէ բան հիմնավորում չկա։ Հիմնավորում հիմա մի բան էր։ Պիտի կալանավորեին, թե չկալանավորեին կամ կիրառվեն այլընտրանքային խափան միջոցներ։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է իզորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որը ըստ ինձ աբսուրդ է ուղղակի։ Երեք նաև տեսագրություններն եք դիտել, հա, տեսագրությունների հետ։ Սրա նախորդել էր առավոտ շուտ, նաև խուզարկության էին նորից կրկին մտել, մենք արդեն երբ որ եկանք ոչ, իհարկե ինչ կար, որ ինչ հայտնաբերեն, ոչինչ չկար։ Երկրորդ անգամ։ Ես այդ քաղաքական գնահատականներից զերծ կմնամ, կթողեմ հանրությանը, թող գնահատականները տան։ Դատախազը, որ իրականում Գևորգ Գևորգյան այդտեղ փորձել է հապճեպ սադրանք կազմակերպել տղաների միջոցով։ Արգելիս, երբ որ որոշումը ստանամ, կարդամ կտեսնեմ, թե ինչ մտքի գոհարներ կան այնտեղ շարադրված։ Անպայման բողոքարկվելու են, չի մասին է խոսքը։ Տեսագրությունների ժամանակագրությունը որ դիտում եք գործողությունը ինչ հաջորդականությամբ են իրական։ Որ գործողություններ։ Ասենք հրել են տղային, նոր ինքը այդպես հուզվելով փորձել է։ Բա իհարկե հրել, ոչ միայն հրել են, գցել են գետին, ընկելած։ Տեսնում եք տեսայիզում երևում է, որ անգամ ծնոտը ցավում է։ Այո, բա իհարկե։ Ժողովուրդ, սա իրականության հետ այս մեղադրանքների հետ մի վարքյան ընդհանրապես աղերս չունի։ Մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որը ըստ ինձ շատ վատ է եւ սա լավ տեղ չի տանելու մեր երկրին ու բոլորիս։ Դավիթը քաղաք բանտարկյալ է թե ոչ։ Մեր այդ հարցերից չպատասխան։ Այդուհանդերձ նա գործ ունի քաղաքական ուժի հետ եւ նրան Այո։ ադրում են
Եվ նրա ամբողջ քննության ընթացքը ուղղորդում Դավիթը մի անգամ եւս նորից կրկնում եմ, Դավիթը 12-րդ դասանի աշակերտ է, որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, եւ փառահեղ աշակերտ է։ Ամբողջ դպրոցը հպարտացել է Դավիթով, կարծում եմ հլա առիթ կունենանք մենք ազգովի Դավիթով եւ նրա եղբորով հպարտանալու։ Այո, իհարկե, հիմա տեսեք, Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու, միջնակարգն ավարտելու հնարավորությունից։ 2 ամիս հետո վերջի զանգալնելու բոլորի համար Դավիթի համար չի լինելու։ Ում խղճին է մնացել սա։ ինստիտուտն այդ պիտի։ Չունեմ ասելու, լավ, ժողովուրդ, ես էլ եմ բաղած։ Տղաների հեռախոսն է արտադրել։ Բանի Միքայելի հեռախոսը կորել է այդ քաշքշուկի ժամանակ մենք հենց դրա վերաբերյալ հաղորդում էլ պետք է տանք, թե ուր է Միքայելի հեռախոսը։ Չգիտենք ուր է։ Չէ, դեռևս չի եկել։ Տիկնազորի անդամը 2 անց հարցաքննվել են, այո։ Գալստյան մեկինը Վանյան ազգանուններով։ Կապիճակով ովքեր են։ Տիկնազորի աշխատակիցներ են, նորմալ ցուցմունք էին տվել, կարծում եմ, ինչ որ այդ պահին մեզ ներկայացվեց, եթե այդ մի հատնամ։ Հարվածող տիկնապահի դեմ ներկայացնել։ Ինչ անենք։ Հարվածող տիկնապահի դեմ չէ ներկայացում պատասխանատու։ Ես հիմա չեմ ուզում մեր մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, բան չենք թողելու, հավաքվել ենք մեր ընկերներով եւ ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքարելու համար։ Կարծում եմ առաջ Աստված չի թողի, որ Ծաղկազարդի օրը աշակերտներ ձերբակալվեն ու տենց մնա։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք։ Այսքան բան։ Իսկ Փաշինյանը ունի դժվար։ Ասեցին արմավիր քերակատարողական հիմնարկ են տեղափոխելու, չլսեցի Սուզի։ Ուժողի կարգավիճակ պարունել։ Ոչ, այդ հարցը ես էլ եմ բարձրացրել, չունի հիմա։ Չի հարձակվելու, դուք չեք փորձելու միջնորդություն։ Դե չեմ ուզում մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, նորից եմ կրկնվելու։ Եթե չի հարձակվել մարտի գործից հետո որևէ այլ գործով, այդ թվում իր ավտոշարասյան վրա երթով սպանված աղջկա դեպքով։ Հուսանք, որ Դավիթը շատ բան կփոխի մեր երկրում։